այն, որ մերձավոր արևելքը մի գոտի է, որտեղ կա նաև մեր ներկայությունը, մեր սուբյեկտային ներկայությունը, իհարկե ոչ պետական իմաստով, մենք պետականորեն կովկասյան, այսպես վարչական սահմաններում ենք, եթե կարելի ասել, բայց մենք մերձավոր արևելքում ներկա ենք թե բավականին կենսունակ համայնքների միջոցով, որոնք ունեն շատ խորը պատմություն եւ շատ ավելի խորը պատմություն մեր հայ առաքելական եկեղեցու միջոցով։ Եվ քանի որ հիմա մերձավոր արևելքում աշխարհակարգային փոփոխություններ են, այսինքն լայն համատեքստում տեղի ունեցող փոփոխություններ, այստեղ ոչ միայն անմիջական քաղաքական, ռազմաքաղաքական դերակատարումն է էական նշանակություն ստանում, այլ նաև հենց պատմաքաղաքական, դավանաքաղաքական բաղադրիչները եւս։ Եվ այստեղ կարծես թե մեզանում այս մասին շատ քիչ է խոսվում, դե իսկ պետական քաղաքականության իմաստով ցավոք սրտի գիտենք, որ Հայաստանը գործնականում հրաժարվել է այդ 29743 դիտարկվողից դուրս որևէ սուբյեկտությունից։ Դեռ մեծ հարց է թե ներս Հայաստանը սուբյեկտություն պահում է, թե ոչ, որովհետև տեսնում ենք, որ ներսում էլ ավելի շուտ բովանդակությունը ձևավորվում է Ադրբեջանի պահանջներով, քան Հայաստանի ինքնուրույնությամբ։ Բայց դրանից դուրս մենք ընդհանրապես կարծես թե հրաժարվում ենք որպես պետություն խաղալու հավակնությունից, եւ այստեղ առաջնային հարվածի հանգամանք է դառնում նաև այն իրավիճակը, որ մեր եկեղեցու շուրջ կա։ Ասելով նկատի ունեք ինչ-որ միջամտություն հայկական ոչ թե միջամտության իմաստով, այլ մեր այնտեղ ներկայության բաղադրիչների հանդեպ առնվազն խնամքի իմաստով։ Հասկանալի է, որ Հայաստանը այդպես մեծ հնարավորություններ չունի ակտիվ խաղացող լինելու, եւ հակառակը Հայաստանը երևի թե պետք է որոշակի զգուշավորություն պահպանի հարվածի տակ չընկնելու համար։ Բայց խնամել մեր այնտեղ ներկայության հանգամանքները եւ բաղադրիչները որպես պետություն մենք պարտավոր ենք, որովհետեւ այդ բաղադրիչները դիցուք օրինակ հայ առաքելական եկեղեցին իր դարավոր ներկայությամբ եւ իրավունքներով ամենակարևոր հարցը այստեղ անկասկած այնտեղ խոշոր շահառուների թիրախում է։ Մեր եկեղեցու ներկայությունը այնտեղ մեղմ ասած դուր չի գալիս շատ խաղացողների, թե անմիջական մերձավոր արևելյան եւ թե նաեւ համաշխարհային մասշտաբի խաղացողների։ Ես նույնիսկ այդպես անուններ ուղիղ չեմ տալիս երկրների, եւ այստեղ Հայաստանը առնվազն պարտավոր է խնամել իր այդ բաղադրիչները